Ուր ես գնում։ Երկրից։ Արտագաղթում է։ Յուրաքանչյուր մոդելով կարողանում է հասնել տենց բարձունքների, պիտի մի փոքր վատ բան եմ ասելու, վատ կյանք ունենաս։ Հաջողությունների հասնում է այն մարդը, որի զրոյական կետը եղել է մինուս։ Ինձ ամենամոտերի մարդուն, որ նեղացնում եմ, ես թշնամի եմ դառնում։ Կյանքը գնալով թվում է թե ավելի ազատ է դառնում, բայց մենք որպես ծնող շատ ավելի քիչ ինքնուրույնություն ենք տալիս մեր երեխեքին, քան մեր ծնողները։ Բայց ես շատ լավ հարաբերություններ կարող եմ ունենալ, օրինակ Արտուրի առաջվա ընկերու հետ։ Եկավ կարիճը, որ դու ասես, վայ այդտեղի ջուրերը, ինչ պուպսիկ է։ Ինչ ենք խմում այսօր։ Ինչ ունենք։ Սպիտակ գինի, կարմիր գինի, փրփրուն, խաղուն գինի, այդ փրփրունն է, էլի։ Հա, արի փրփրունը խմենք։ Ինձ սիրած։ Աներ։ Տեսա որ չես կարա։ Ես պատրաստ եմ։ Լուսինեն ուրախ եմ, որ իր հետ խոսելու է։ Ես է։ 1 տարի առաջ Լուսինեն իմ համար Բացահայտում էր։ բացահայտում էր, գիտես ինչ առումով, չնայած երևի կարող է այս կողմից պետք չի սկսել, բայց հենց ստեղից երևի ամենատրամաբանականն է մեր դեպքում 2024 թվականի դեկտեմբերին ես եւ Լուսինեն հրավիրվեցինք մեր շատ սիրելի Ջեոքսի ու Կարպիսայի կողմից, Կարպեի կողմից ճամփորդության։ Ու այն որ կան լավ ճամփորդություններ, հա։ Կան բանակային ընկերներ եւ այլն, կան նաեւ գործնական ճամփորդության ընկեր, որովհետեւ այդ ժամանակ ուրիշ ձև ես, չէ՞, երևի մարդուն ճանաչում։ Դե միշտ ասում են եւ ճիշտ են ասում, չեն սխալվում, երբ ասում են մարդու հետ անպայման ճանապարհորդիր եւ նրանք իմանաս։ Վաղուց իհարկե իրար ճանաչում ենք միշտ լավ հարաբերությունների մեջ ենք եղել, բայց երբեք մոտիկություն չենք արել։ Թույն չենք շնչել իրար, ոչ։ Չէ, թույն չենք շնչել, չունենք տես թեմա նույնիսկ թույն շնչելու։ Սպասի։ Նորմալ է, սենց է։ Բայց ճանապարհորդության ժամանակ սկսում ես մարդկանց ճանաչել շատ ավելի այսպես տարբեր կողմերից եւ բացահայտումներ ես անում։ Լույս նաեւ ասեմ, սովորական ճանապարհորդությունը արդեն իսկ ոնց որ քննությունն է, բայց գործնականը էլ ավելի։ Համաձայն եմ։ Որովհետեւ այս դարում երբ որ մեր գործը կոնտենտի մասին է, այսինքն լինել շատ օրգանիկ, իրար օգնել ընթացքում։ Արևիկը շատ էր օգնում։ Ասեմ իմանաք, այո։ Այդ ընթացքում ուրիշ ձև ես մարդուն ճանաչում։ Համաձայն եմ։ Եվ այդ մի քանի օրվա ընթացքում մենք հասցրեցինք այնքան բան անել, որ նույնիսկ գործնական ճանապարհորդությունից շեղվելով, մենք նույնիսկ որոշեցինք, որ այնքան հավես է կարելի է միասին ինչ որ միտեղ մի 2 օր ավել մնալ։ Հա, մենք որոշեցինք նույնիսկ ավել կարելի է մնալ։ Ուրեմն Լուսինեի հետ կապված ինչն էի ուզում ասեի, ասենց իմ համար ինքը մի ձև էր։ Նախ լուսքո մասին խոսելիս, հիմա ուզենք թե չուզենք, всё-таки գեղեցկությունը այդ առաջի կետերից է։ Ես չեմ առարկում։ Իսկ ընդհանրապես մի հատ փոքրիկ փակագից բացելով, էլի թեմաներ այնքան շատ են, բայց ընթացքում էլ sense փոքրիկ թեմայիկներ կան։ Sense մի հատ միջանկյալ հարց տամ։ Իսկ սկզբանե դու մեծացել ես այդ գաղափարով, որ դու, նայ, ուզում եմ շատ ազնիվ լինես, որ դու գիտես, որ դու շատ սիրուն ես։ Նայ ազնիվ եմ հիմա ուզում։ գնում ենք այդ մանկության տարիներին, չէ, ես չգիտեի, որ ես սիրուն եմ, եւ ես միշտ մտածում եմ, որ Իրինան շատ ավելի սիրուն է, ու ինչի ես էսենց վատը դուրս եկա։ Իսկ երբ իմացար, որ սիրուն ես։ Երևի թե 15-16 տարեկանում նոր հասկացա, որ ես ինքս ինձ դուր եմ գալիս, երբ հայլու մեջ նայում եմ, սենց ասեմ։ Ավելի པարզ խոսքերով, ոչ թե որ ինձ ասում էին, որ դու սիրուն ես, դա մեկ ուրիշ բան է, բայց երբ դու ես ընկալում եւ չունես ոչ մի խնդիր արդեն քո արտաքին տեսքի հետ, դա ամենակարևոր պահն է երևի թե աղջկա համար, որտեւ եթե ես իմ աղջկան առավոտվանից երեկո ասեմ, որ դու ինչքան սիրուն ես, միևնույն է այդ սեռահասունացման, այդ հասունացման ընթացքում երեխաների մոտ լինում են կոմպլեքսներ, երեխաների մոտ լինում են խնդիրներ, չընկալելու, չընդունելու, իսկ երբ սկսում ես ինքդ քեզ ընկալել եւ ընդունել, դա պարադա։ Իսկ մինչեւ հիմա այդ ամեն օր կա։ Նայ կանացի ինքնավստահություն, չէ, ու տարբեր մարդկանց մոտ տարբեր տեղում է, ու իրականում շատ հաճախ դա կապ չունենում իրական գեղեցկության հետ։ Բա հենց այդ ինքնավստահության մասին։ Ու այդ կա։ Միշտ։ Հա, կա։ Իհարկե կա, երբ մոտենում ես հայլու առաջ եւ նույնիսկ առանց հայլու դու ինքնավստահ ես եւ գոհ ես քո արտաքինից։ Բայց կա դա adekvat եւ ոչ adekvat։ Դու գիտես, դու այն միակ մարդկանցից ես, չէ, հակառակն եմ ասում, որ ասենց չաթեր կան, չէ, բոլորիս կյանքում։ Իմ բոլոր չաթերում դու շատ սիրունն ես։ Բոլորս այ եզակի մարդկանցից ես, որ բոլորս ասում ենք լույս կամ վերջն է։ Իրա նման սիրուն չկա։
Այստեղ ես պետք է ասեմ, շատ շնորհակալ եմ։ Հիմա այդ ճակերտը փակեցինք այդ սիրունության թեման, իմ համար Լուսկան շատ սիրուն աղջիկ էր, որին ես շատ լավ չէի ճանաչում, բայց մենք շատ տենց նորմալ էինք իրար հետ։ Ճամփորդությունից հետո ես մի հատ ուրիշ Լուսկա բացահայտեցի, որը շատ թեթև է, շատ խարիզմատիկ է։ Լուս, այ հետաքրքիր մի հատ բան, դու իմ համար եթերով այդքան խարիզմատիկ չես, ինչքան դու ուղակի նստած շփման մեջ։ Շատ հաճախ հակառակն է լինում։ Հերոստացույցը միշտ խափուսիկ է, եւ ընդհանրապես առաջին անգամ մարդուն տեսնել եւ ընդհանրապես իրան չճանաչել եւ կարծիք կազմել, դա շատ սխալ է, որովհետեւ ես միշտ բախվում եմ այդ իրականության հետ, երբ մարդկանց հետ ծանոթանալով մի 2 ժամ շփվելուց հետո բոլորը ինձ ասում են վայ, բայց մենք չենք պատկերացնում, որ դու որովհետեւ դու շատ խարիզմատիկ ես, այսինքն Լուսկան կարա պատմություն պատմի, ցանկացած պատմություն ինքնից ֆանտաստիկ է պատմում, որ հումորը, այդ ինչ որ ելևէջները, կուլմինացիաները շատ ցած համով ու խարիզմատիկ ես այդ ամբողջը պատմում։ Ես ուրախ եմ, որ դու ինձ այդ կողմից բացահայտել ես եւ ընդունել ես եւ ընկալել ես։ Շատ ու սենց լրիվ ուրիշ մի հատ մարդ բացահայտեցի, մյուս կետը դա Լուսոյի թեթևությունն է։ Այսինքն ես օրինակ իմ մեջ ունեմ այդ, չգիտեմ, ծանրություն ասեմ դրան, սենց շատ մտածված, սուտ եմ ասում, բայց այնց մտածված, այս վերցնեմ, այն այսպես, այս ժամը եւ այլն, ու Լուսոյի այդ հանգստություն, թեթևությունը, նույն ճամփորդության ընթացքում դու վերցրել ես երկու total twin look նկարահանման համար, ինչը քո համար կարևոր էր։ Մնացածը դու դրա վրա ժամանակ այդքան չէիր ծախսել, էլի, ավելի հանգիստ ես դու։ Արևիկներ ինձ տալիս, երբ չունեի ես շապիկ։ Օծանելիք։ Օծանելիք։ Բայց քեզ ասեմ, այդ ճամփորդությունից հետո իմիջիալոց քուրիկս էր, տենց որպես քուդիկ զուտ ընկերակցել էր, որովհետև ինքն էլ դա իտալիան շատ սիրում է, իտալերեն շատ լավ գիտի, ես ու Էլենը հաճախ քո մասին խոսում ենք ու հաճախ ասում ենք, որ Լուսոյից շատ բան կա սովորելու։ Հիմա եկել եմ որ գովես։ Չէ, նայ, Լուս, ես ոչ թե նայ, ես քեզ հիմա ինչ եմ ասում, ես ոչ թե ուզում եմ ստացվի, որ ես քեզ գովում եմ, ես ուզում եմ մեր այս ոդկասթը, քանի որ բացահայտի ուրիշ կողմից։ Քանի որ նախատեսում եմ մեր հիմնականում մեր տարիքի աղջիկների կանանց համար, ես ուզում եմ, որ ամեն հյուրից մենք ինչ որ մի բան վերցնենք։ Ես կյանքում էլ եմ այդպես։ Իմիջիալոց շատ լավ բան եմ խորհուրդ տալիս։ Ամեն մարդուց վերցրեք իր ամենալավ գծերը։ Դա հնարավոր է, ես չեմ ասում դուք փոխեք ձեր բնավորությունը, դա այդ չէ, բայց ինչ որ բաներ կա, որ հնարավոր է։ Ու դրա մի քիչ վատ կողմը ասեմ, երբ ձեր շրջապատում ձեր հարազատների, ընկերների կոնֆլիկտներ եք տեսնում ընտանեկան, ես լուրջ երևի մեծացել եմ այնքան տարբեր ընտանիքների մոդելներ տեսնելով, որ իմ ընտանիքը կազմելով էդ էլ եմ հաշվի առել, միշտ փորձել եմ հասկանալ, որ այսա ինչ որ մեկի մոտ վերջում վերեց խնդրի։ Նույն ձևի լավ բաններ են փորձում վերցնել։ Այ Լուս, ես ուզում եմ, որ այդ թեթևությունը ինչ որ չափով մենք վերցնենք։ Հայ կինը ունի ծանրություն, չէ՞։ Մենք ունենք այդ։ Այո, համաձայն եմ, բայց երևի թե միշտ ա եղել այդ թեթևությունը իմ բնավորության մեջ, բայց տարիների ընթացքում ոչ թե ծանրացել է եւ ավելի այսպես ծանր եմ դարձել, այլ հասկացել եմ, որ թեթևությունն է ինձ օգնում այս կյանքը ել ավելի հեշտ դարձնելու համար։ Բայց այդտեղ մի բան ֆիքսենք, քո թեթևության մեջ հետ զուգահեռ կա նաև ասենց շատ հստակ բնավորության գիծ, այն որ իմ հետ, իմ հարազատների հետ, այն որ հերո կատակ չանել չէ կա։ Այդ շատ հետաքրքիր միքս է, էլի։ Հա, այդ շատ կարևոր, այդ միշտ է այդպես եղել, որ նույնիսկ մինչև այսօր ինձ նեղացողներ միշտ ասել եմ էլի այդ բոլոր ինտերվյուների ժամանակ, հիմա էլ երևի թե մի փոքր կկրկնվեմ, որ ինձ եթե նեղացնում են, ես շատ շուտ կարող եմ մոռանալ։ Բայց ինձ ամենամոտերի մարդուն որ նեղացնում են, ես թշնամի եմ դառնում։ Հա, ես էդ էլ հետո չեմ ներում, հա։ Ես էդ էլ հասկացա այդ մեր մի քանի օրվա ընթացքում, որ դու սենց մի կողմից սենց թեթև ես, մյուս կողմից դու սենց ոնց որ մի հատ մայր առյուծի նման, սենց ձեռքերդ բացած, որ իմոնց բան չասեք, այդ շատ հավես սեփականատիրական բան կա։ Այդ ուղղակի խորքին է երևի շատ սենց կպնում, դրա համար հետո չեմ կարողանում անցնել ու ներել։ Առյուծ ասեցինք, աղջիկդ այդեղ ջուր է։ Այդեղ ջուր է։ Մամատ էլ այդեղ ջուր։ Երրորդ աղջիկս է պետք է այդեղ ջուր լիներ, բախտս բերեց, բայց չգիտեմ բախտս բերեց թե չէ, բայց սկորպիոն եղավ։ Շատ սենց իրականում Այան պետքա ծնվեր դեկտեմբերի 27-ին, իր due date-ը հենց այդ օրն էին տվել, Արիանայի ծննդյան։ Դու գիտես, որ ես իմացա դու հղի ես, հաշվեցի, ես հասկացա, որ դու էլի այդեղ ջուր ես ունենալու։ Հետո մտածում եմ, եթե մի քանի օր շուտ ծնվի, Երանի մի քանի օր շուտ ծնվի, որ նախ Արիանայի ծննդյան տարեդարձին չկանգարի,
հետո այդ եղջյուր լավ հերիք է ընտանիքում երրորդ այդ եղջյուրը, ասեի կլինի աղեղնավոր։ Այո, շատ մտածեցի, դրա համար շատ շուտ ծնվեց։ Չէ, եկավ կարիճը, որ դու ասես, վայ, այդ եղջյուրները ինչ պուպսիկ է։ Միգուցե։ Դու ինչ ես։ Առյուծ։ Դու առյուծ ես, հա։ Վագր առյուծ։ Օ, մամասա վագր առյուծ։ Էդ ես։ Մամասա, արի մի հատ։ Ձեր հետ լավա պետք լինել։ Ձեր հետ լավա պետք լինել, ճիշտ է։ Լուզ դու ընտրեցիր փրփրուն, խաղուն գինի, իմ ամենասիրածներից է։ Դու արդեն մի հատ խմել ես, կարծիքդ կասես։ Շատ լավն է։ Լավն է, չէ՞։ Սա չորա, մի քիչ քաղցրություն կա մեջը։ Ես օրինակ այս տարբերակը ամենաշատն եմ սիրում, որ մի քիչ քաղցրություն ունենա իր մեջ։ Գինիների մեջ էլ նույնիսկ։ Ու այդ օրգանիկ բառը հաճախ կարդում ենք, որ լավ է հնչում, չէ՞, օրգանիկ գինի, բայց ես այն օրը խորացել եմ, որ այդ օրգանիկը ինչն է, որ ամբողջ process-ի ընթացքում, այսինքն խաղողը մինչև ստեղծելը, հողը, խաղողը ամբողջ process-ի ընթացքում ոչ մի քիմիա չկա, ու Armenia wine-ը միակն է, որ ունի տենց այգիներ, հենց իր տարածքում։ Իմ ամենասիրած խմիչքն է վերջին ամիսների։ Ես չեմ իմանում ինչքան եմ առել ես ընթացքում։ Այդ խմեմ ու շարունակենք։ Քո կյանքում շատ մեծ դեր ունի քո մաման։ Հա, եթե յուրաքանչյուրիս կյանքում։ Լսի, յուրաքանչյուրիս կյանքում, բայց ես հասկացա, որ քո մամայի կապը մի քիչ շատ ուժեղ է։ Շատ ուժեղ է ու շատ նաև ամենօրվա է, այսինքն այդ մամա ընկերուհի տարբերակն է։ Ու նաև դուք իրար ավելի նման եք իրար համարում։ Բնավորություններով միգուցե ես մամային շատ ավելի նման եմ։ Հիմա նաև արտակինով են նմանացնում մամային։ Ասա որ տարիքից սկսում ես քեզ ու քո մոտիկ կանանց նմանացնել իրանց մամաներին։ Նմանացնում մամային հիմա այս պահի դրությամբ։ Ինչ հետաքրքիր է, բոլորիս հետ այդ կա, ահա։ Դե միշտ է, չէ՞, ընտանիքում տենց է լինում, որ երկու երեխաներից ինչ որ մեկը շատ ավելի կապված է լինում։ Հիմա չգիտեմ, դա լավ է, վատ է, բարեբախտաբար թե ոչ, մի խոսքով, բայց ես մամայի հետ շատ ավելի կապված եմ։ Իսկ Արիանան ու մաման այդ իրանց այծեղ ջուր տեսակով իրար նման են, այդ իրանց ամեն ինչ դասավորված, ճիշտ, պլանավորած։ Հա, բայց նաև չմոռանանք, որ ես շատ եմ նմանացնում Արիանային իր պապային։ Բայց պապան էլ է շատ դասավորված, չէ՞, ես ինչքան հասկացել եմ։ Որ պապան էլ է շատ դասավորված, դրա համար Ձեր տան խառը դու ես։ Մեր տան խառը ոչ թե ես եմ, այլ մեր տան թեթև մարդը ես եմ, եկե տղաս։ Եկե Ալեքնա։ Հələ այայի մասին դե չենք կարող ասել։ Բայց ինչքան էլ նրանք արտակինով ինձ են շատ նման, իմ գեները շատ ավելի ուժեղ են։ Այո։ Բայց բնավորությամբ աղջիկը շատ նման է իր պապային։ Ես նաև հասկացել եմ, որ Արտուրը շատ կազմակերպված է։ Ես էլ եմ կազմակերպված, Արևիկ, մի պատկերացրու, ես կազմակերպված չեմ, բայց շատ հարցերում երևի թե որ Արտուրի հետ չամուսնանայի, ուրիշ ինչ որ մարդին կողքել լինի։ Այդ շատ հետաքրքիր ես ասում։ Այո, այդ միշտ է տենց։ Ես ուրիշ ձևի մարդ կդառնայի կամ մի քիչ կփոխվեի ուրիշ տեսակի բնավորությունը։ Որովհետև զույգից փոխվում ես դու։ Եթե ինքն անում ես ամենը, այո, եթե ինքը անում է սա, ուրեմն ես արի սա մտածեմ, որ ինձ դա չի հետաքրքրում, ինձ դա ընդհանրապես չի հետաքրքրում, որովհետև ինքը պերֆեկցիոնիստ է այդ հարցերում։ Այո։ Եվ պետք չի իրան խանգարել։ Ինչի համար խանգարել, եւ օրինակ տան դիզայնի կամ վերանորոգման հարցերում խառնվել, որովհետև եթե ես խառնվեմ, իսկ եթե խառնվես, հա այդ է ուզում ասել, եթե խառնվես, ստրես կտանի։ Դրա համար ես որոշել եմ, որ ինձ այդ ամենը մեկ է։ Այդտես ինչ հավեսն է քո բնավորությունը, դա եմ ասում, լուզ։ Ինչ հավես է, դու հասկացել ես ինքը անում է ու անում է լավ, եթե խառնվեմ վատ է լինելու, այդ շատ լավ օրինակ է։ Ես գիտեմ, որ ինքը դա չի սիրում։ Ինքը սիրում է պերֆեկցիոնիստ է, ինքը որոշումներ է կայացնում, ինքը լավ է անում, արի կլինի ես չխառնվեմ։ Այդ շատ լավ է, այդ թեթևությունը այդ առումով հավեսն է։ Ում հետ ես ամենաշատը գրվում եւ որ group chat-ն է, քո, չգիտեմ, WhatsApp-ում, Telegram-ում ամենաակտիվ։ Առօրյա, երևի թե Յանայի, իմ ընկերուհի Յանայի։ Իսկ group chat Group chat-ը մի քիչ շատ են։ Ամենաակտիվը։ Դպրոցների group chat-ը։ Մամաների ամենաակտիվը դա իրանք են։ Իսկ ակտիվ ես դու այնտեղ։ Այդքան էլ չէ, ես մի փոքր ավելի пассив եմ։ Ես վերջում հասկանում եմ, երբ ենք հանդիպում, ինչ ենք անում։ Փողը երբ ենք, հա, ինչ ենք անելու, որտեղ, երբ եւ մասնակցում եմ, փորձում եմ ինչքան հնարավոր է մասնակցել։ Ակտիվ մամա ես։ Փորձում եմ արևիկ։ Հա։ Չեմ կարող ասել շատ, բայց ես լինում է որ օրինակ դասարանով տեղ պետքա գնան, դու բացակայում ես, գործի բնույթով եւ այլն։ Շատ։
Բայց Վերջի 2 տարիների լինում է։ ընթացքում գերծանրաբեռնվածության Բայց պատճառով այո։ ինձ թվում է քո աղջկա դեպքում այդքան պրոբլեմատիկ չի լինի։ Չի խանգարում, Չէ, ինքնքան կազմակերպված է, Ճիշտ ես ասում, բայց երբեմն լինում է, որ նեղվում է։ նեղվում է։ Որտեվ մեկը փոքր է։ Կապ չունի, որ մենք իրան համարում ենք տան մեծը, բայց ինքը դեռ երեխա է Լույս 11 իսկ 11-ա, չէ, օրինակ նայ Ռուբենի 9 տարեկան է, իրականում այդ թինեյջերի այդ անցումային տարիքը պետքա դեռ նոր սկսվի, բայց ես հասկանում եմ, որ ակսելերացիան ամեն ինչում է։ 9 տարեկան տղաները օրինակ արդեն թինեյջերի ինչ որ բնորոշ գծեր ես տեսնում եմ, որը աղջիկդ կմեծանա նոր կհասկանաս։ Հիմա ուզում եմ հասկանամ, դուք այդ փուլը անցնում եք, սկսել եք։ Վաղուց ենք սկսել։ Մենք հիմա ամենաակտիվ թինեյջերական այդ անցումային փուլում է Արիանան։ Տղաներից շատ ավելի հեշտ է լինում Արևիկ ջան, ասեմ, քան աղջիկների, որովհետև աղջիկները ավելի պինդ են, ավելի սրված է զգացվում իրանց մոտ։ Տղաները մի քիչ ավելի լինում է բանն 16-ում 17-ում խնդիրները օրինակ զգաս, բայց աղջիկների հետ շատ շուտ է զգալու։ Արիանայի հետ արդեն խնդիր դեռ չունենք, ես հուսով եմ, որ մենք չենք ունենա։ Բայց ուզում ես, որ իր մեջ ինչ որ process-ներ են։ Այո։ Մեծ process-ներ են։ Եվ ես ամեն օր ասում թող այդ process-ները չխանգարեն իմ ու քո հարաբերություններին։ Մեր են լավ, բարի, ասենց, չգիտեմ, մենք միասին շատ մտերիմ թող լինենք եւ թող դա չխանգարի։ Ես ամեն օր դա եմ կրկնում, ամեն օր քնելուց առաջ։ Միգուցե կօգնի, մտածում եմ կարող օգնի։ Հիշի։ Գիտես, մեկ լինում են դեպքեր, որ ես չեմ իմանում ճիշտը։ Այդ այնց բարդ պահ է, որպես ծնող։ Մենք բոլորս։ Բայց որպես ծնող էլ ավելի դա պատասխանատու պահ է, չէ՞։ Օրինակ, եթե ես չգիտեմ այլ մարդկանց հետ, էլի կարող է լավ չի, բայց որպես ծնող, երբ դու չգիտես ինչն է ճիշտ այդ պահին, այդ շատ sense վախացնող է։ Ինձ չի վախացնում, որովհետև շատ դեպքերում մենք չգիտենք որն է ճիշտ։ Բայց այդ պատասխանատվությունը ոնց որ մեր վրա է։ Ես դրա վրա եմ աշխատում։ Հավատա, ես դրա վրա եմ աշխատում, որ մենք չենք կարող փոխել։ Ես հասկանում եմ, որ ես չեմ կարող իմ երեխաներից ոչ ոքի փոխել։ Ես կրկնում եմ, սա նորից հիմա երբ որ ես բարձրաձայնում եմ, սա իմ համարել է։ Այո։ Որ ես հասկանամ, որ ես դիմացինին երբեք չեմ կարող փոխել։ Դա իր բնավորությունն է։ Փորձի իր հետ գտնել լեզու, որպեսզի վատ հարաբերություններ չունենաս, բայց մի փորձի իրան փոխել։ Լույս մեկ էլ գիտես ինչն է, որ ինձ թվում է մանավանդ մեզ հայ մամաներին շատ պետք է, որ մենք հասկանանք, որ մենք իրանք չենք։ Եվ մեր երազանքները պետք չի, որ նրանք իրագործեն եւ ի կատարեն, չէ՞։ Որ այդ պահը, որ դու հասկանաս, որ դու առանձին անհատ ես, ինչքան մենք ասում ենք, բայց մեր մոտ, ես ասում եմ մեր, որովհետեւ իրականում ինձ թվում է ազգային առանձնահատկություններ իհարկե կան։ Ու հայ մայրը ինքը հենց այդ տենց է, որ ինքը մտածում է, չէ՞, երեխայի խնդիրը, պահանջը, ամեն ինչը դա ինքն է։ Ես միշտ մամայից ստացել եմ sense գեր հոգատարություն, գեր ուշադրություն, եւ ես մենակ շնորհակալ եմ դրա համար։ Ազնվությամբ եմ ասում, ես շնորհակալ եմ, որտեվ այսօր ես կամ են ինչ որ կամ։ Այո։ Բայց ես չեմ տալիս այդ գեր ուշադրությունը եւ որովհետեւ երբեմն ինքը պիտի կարողանա ինքնակազմակերպվել եւ լուծել իր խնդրեմ։ Որտեւ միշտ չի որ մաման ես գում եմ որ դու տարածք ես տալիս իրանց։ Ես միշտ տարածք եմ տալի։ Նույնիսկ եթե ես կարող եմ դա հասցնել եւ անել, ես ասում կներես Արիանա ջան, ես չեմ կարող, ես էլ եմ աշխատում։ Չեմ հասցնի դա։ Ես զգում եմ, գիտես, social media-ով եմ դա զգում։ Բայց դա նույնիսկ, ասում եմ, ինադու եմ անում։ Հասցնելով, իմանալով, որ ես դա կարող եմ հասցնել, ես ասում կներես, չեմ կարող։ Փորձիր ինքնակազմակերպել, կստացվի, չէ՞։ Կյանքը գնալով թվում է թե ավելի տենց ազատ է դառնում, բայց մենք որպես ծնող շատ ավելի քիչ ինքնուրույնություն ենք տալիս մեր երեխեքին, քան մեր ծնողները։ Ես չէ։ Դու չէ, ու էդ էլ է, գիտես, սովորելու կետերից է։ Ես հասկացել եմ, որ ինձ ինչքան թողել են ինքնուրույն, ինչքան տվել են ազատություն, ես ավելի պատասխանատու եմ եղել։ Ես դա եմ միշտ հիշում։ Ես ավելի նույնիսկ մի տեսակ չափից շատ պատասխանատու եմ եղել։ Մենք շատ պատասխանատու ենք եղել։ Ես կարող եմ վարկյանում ասեմ, մամա, մենք հիմա եկանք այստեղ, հետո ես եկա այստեղ, անասպիր մի զանգի, բալ։ Ես գիտեմ դու որտեղ ես ու ում հետ ես։ Ինչ ուզում ես արա։ Մենք շատ պատասխանատու սերունդ ենք եղել, շատ։ Ես հիշում եմ մի դեպք, որ իմ քույրերը Էլենն ու Մերաննան, իրանք տարիքով ավելի իրար մոտ են, դպրոց գնալիս ինչ որ պահ ա եղել, որ տրանսպորտով են գնացել, չնայած մեր դպրոցը շատ մոտիկ է, ու sense դեպք ա եղել, որ մաման իրանց ուղարկել է տրանսպորտով ու նույն տրանսպորտի մեջ ինքն է նստել այն կողմից օրերի վեր։
դու հասկանում ես ինչ Չէ։ չէ, ինչ բանով տվել է այդ ինքնուրույնությունը, որ Բայց չեմ նստի։ չէ, ես այն առումով եմ ասում, որ օրինակ իմ մաման շատ է տվել մեզ այդ ազատությունը, բայց ինձ վախենալով ու ստուգելով, բայց հիմա մենք շատ հաճախ ենք էլ այդ տանել, Չէ, եթե վերել, տալիս ես ինքնուրույնություն, ուրեմն պետք չի ստուգել։ չէ, ստուգել չէ, Ստուգելն է- անվտանգության համար։ Դե եթե արդեն տվել ես այդ ինքնուրույնությունը, ել ինչի ես անվտանգության համար ստուգում, կամ դու վստահում ես, որ ինքը կարող է փողոցը անցնել, կամ չես վստահում։ Չէ, չէ, Եթե չէ։ դու մտածում ես, որ ինքը չի կարող ինքնուրույն փողոց անցնել, ավելի լավ է չթողնես։ Չէ, օրինակ նայ ասում ես գնա բեր այն սենյակից այս ինչ բանը, բայց ինձ աչքի տակով նայում ես ոնց է անում, լավ է քայլում, նոր քայլող երեխան։ Նա, ես մի փոքր քո հետ համաձայն։ Ես դա այդպես չեմ անում։ Մի օրինակ եմ բերում, երբ որ սկսեց առաջին անգամ փողոց անցնել, ինձ Արտուր ասում էր, բայց մի քանի անգամ պետքա նայենք ոնց է անցնում։ Այո, Ասում եթե դու ես Արտուրի դասարանից Ես եմ։ Արտուրի դասարանի, ես ձեր դասարանից չեմ։ Եթե դու մտածում ես, որ ինքը կարող է անցնել, ապա թող անցնի։ Բայց եթե դու մի վարքյան կասկածում ես դրանում, մի թող։ Այ այդ ենք ուզում Մի թող։ սովորենք քեզնից, ուզում ենք սովորենք։ Որտեվ կամ դու ասում ես, որ այո, պատրաստ է, կամ չէ։ Լուզ այա անունը ինչ է։ Այա, Հենց այա։ հենց այա։ Ով է դրել անունը։ Ընդհանրապես ձեր երեխեքի Ես։ անունների հարցում բոլորին դու ես դրել։ Դե գիտես ոնց ա եղել, միշտ փորձել ենք այով դնենք։ Վայ, ինչ Տենց հետաքրքիր է է։ ստացվել։ Արիանան երբ որ ընտրեցինք, հետո որոշեցինք, որ եթե այա, ուրեմն արի 3 շարունակենք։ այով, հետո 3 բեյով։ Չէ։ Հետո 4-րդինը Արտուրը որոշեց, որ այս վերջին ասեց, դե լավ, ես հասկացա 4-րդինը ինչ կդնենք անունը, ասեցի, ինչ ասեց, ա։ Կապ չունի, աղջիկա թե տղա է արդեն։ Որտեղ անուն չենք գտնի հաստատ նորմալ։ Մենք երբ որ վերջին անգամ տենց երկար շփվել ենք, դա եղել է Իտալիայում, ասենց ես չեմ հիշում, մենք խոսել ենք, որտեղ այնքան տարբեր թեմաներից ենք խոսել ենք երեխա ունենալ չունենալու մասին, բայց ելեն ինչ որ հիշում է, ասում է Լուսոն ասում էր կարելի է։ Հա, միշտ մտածել եմ, որ կարելի է։ Երևի էլի էգոիստաբար, եթե վերադառնամ էգոիստաբար sense կողմից նայեմ, միշտ լավ է, երբ որ դու հնարավորություն ունես միշտ հղիանալու, չէ՞, այսպես գիտես, որ դու կարող ես հղիանալ, ուղղակի ես հիմա չես ուզում երեխա ունենաս։ Հա։ Չէ՞։ Հա։ Բայց ինչ ահավոր է, երբ որ դու մտածես, որ դու ուզում ես, բայց քո օրգանիզմը ասցի չէ։ Դե դա էլ կա աշխարհում շատ, այո, իհարկե։ Եվ մենք քիչ-քիչ մոտենում ենք, չէ՞, դրան։ Այո։ Այո։ Դու ուզեցիր։ Ես մտածեցի, որ միգուցե ես մի օր ուզեմ եւ դա ուշ լինի եւ իմ օրգանիզմը ինձ ասի, ոչ, ես դա շատ ծանր կտանեմ։ Եվ եթե նույնիսկ այդ 1% կա իմ մտքում, որ ես ուզում եմ, ապա հիմա պետք է անել։ Հեշտ է տարել ընթացքը։ Հա, շատ։ Երրորդը ամենահեշտն է եղել Հետաքրքիր է։ Հա, շատ հետաքրքիր է, բայց եւ մենտալ առումով եմ ասում եւ ֆիզիկապես։ Շատ հեշտ եմ տարել։ Օրինակ ես նաև ինչու չեմ ուզում այս պահին, որովհետև ես մենտալ շատ ծանր եմ տանում, այսինքն ամեն անգամ վայ էս էլ հանձնեմ, այն էլ անեմ, բա որ սենց, բա որ այդ մտքերն են իրականում, որոնք մեզ հաճախ հանգարում են։ Դա ամենավատ, բայց դա բոլորի մոտ է լինում, արևիկ, հավատա։ Յուրաքանչյուր հղի կնոջ մոտ լինում են այդ խնդիրները, հատկապես երբ որ մեծ տարիքում ես բերում, այդ երկար այդ մտքերը շատ ավելի են սենց քեզ տանջում ու ուտում։ Բայց ոնց որ ասում ես, այս անգամ տենց չի եղել։ Երկրորդով, օրինակ Ալեքով ես շատ ավելի ծանր եմ տանում։ Ինչ հետաքրքիր է, կթվար որ երրորդով ավելի պետքա ծանր տաներ, չէ՞ մտքերի առումով։ Երկրորդով ավելի ծանր եմ տարել, առաջինով առաջիննա ոչ ման չգիտես ու այդ։ Բայց առաջինը ես ամենաթեթևը։ Հա, չէ, ես երրորդ։ Երրորդը ես նույնիսկ չհասկացա ոնց անցավ, բայց որ մտածում էի ինամիս դիմացս։ Դե դրա համար 7 ունեցար։ Քոն խոսեցի մի քիչ շուտ ծնվի։ Ուզում էիր։ Դե որ Արիանայի ծննդյան օրը չլինի։ Դե այդ երեխան այնքան շուտ ունեցա, որ ուժ ունի, խոսքը ուժ ունի, միշտ հիշի։ Ես սկսել եմ հավատալ տենց բաներին։ Ոնց մամա ես այս անգամ։ Նույնը։ Լուրջ։ Նույնն է։ Բոլորը ինձ ասում են, այ երրորդը որ ունենաս։ Դու կզգաս տարբերություն։ Չէ, չկա տենց։ Չէ։ Ոչ, ես լրիվ նույն Դու երեքին էլ նույնն ես եղել։ Երեքին էլ նույն։ Օրինակ ես նույնիսկ մեկին ու երկրորդին եմ տարբեր։ Որովհետև աղջիկ տղա են։ Հա, այդտեղ դու էլ էիր, տենց ոնց որ առաջինին ու երկրորդին տարբեր էիր։ Տարբեր բնավ համ դա էլ, բայց երբ թե յուրաքանչյուր երեխա իր առանձնահատուկ բանն է քեզ թելադրում, թե դու իր հետ ոնց վարվես, ինչ ձևի լինես։ Այո, էդ էլ կա։ Ես օրինակ Ալեքին, որ մի հատ sense հայացքով նայում է, չեմ ասում ձայնն եմ բարձրացնում։ Հայացքս հոգնած լինի sense մի հատ նայեմ, ասեմ դե լավ էլ։ Ինչ ես ասում իմ հետ այտենց խոսում։ Ու ես հասկանում եմ, որ այս մի երեխան չի ընկալում։ Ինքը մի անգամից հավաքվում է ու ասում է դու ինչ ես ինձ։ Արիանան օրինակ տենց չի։
Արյանը նայես, չնայես։ Ինքը տես պրագմատիկ։ Այո, պրագմատիկ ջուրը։ ինքը իր ասածը կտանի առաջ։ Իսկ Ալեքը շատ ու շատ իր այդ առումներ։ Դու ոնց նայեցիր, ինչ տոնայնությամբ ասեցիր, ով խոսեց քո հետ վատ, փորձվեց մամայի հետ վատ խոսել։ Ինչ հետաքրքիր է եւ անձնականում է, այտենց բոլոր հարաբերություններում է, այսինքն չկա ինչ որ այտենց ձև, նույն մարդը տարբեր մարդկանց տարբեր էմոցիաներ է տալիս։ Նայած նաեւ պահանջողից է։ Հա, Նաեւ պահանջողից է։ Մի խոսք, իրանք շատ տարբեր են։ Ամեն մեկը իր ձևն է ինձ թելադրել, ես հասկացել եմ, ընկալել եմ, ընդունել եմ եւ փորձում շատ չհակաճառել եւ չգնալ դրան դիմաց, որտեվ դա բերում է բախումների։ Եվ երբ բերում են բախումների, անցնում է հայրը գործի։ Լույս ով է կարում քեզ ամենաշատը ջղայնացնի աշխարհում։ Եթե 2 տարի կամ 3 տարի առաջ հարցներ, կասեի Արիանան ինձ կարող է հանել սենց ունի, բայց հիմա չկան այդպիսի բաներ։ Անցակետ էտապը։ Հա, բայց կարող է հետո սկսվի, չգիտեմ, վախենալով եմ խոսում։ Բայց հա, չէ, հիմա ոչ ոք էլ չի կարող ինձ ունից անի։ Իմ համար դու այն մարդկանցից ես, ում դժվար է նեղացնել։ Ճիշտ եմ հասկացել։ Հա, ճիշտ է։ Իսկ եղել է ինչ որ տենց դեպք կամ մարդ տպավորվել է, որ ինքը քեզ նեղացրեց։ Եթե ինձ վրա գոռան, ձայն բարձրացնեն, անտեղի։ Հա, ես կվիրավորվեմ եւ կլացեմ։ Լուրջ։ Հա, որտեվ այդ անսպասելիություն, հա, ես կլացեմ։ Որտեվ այդ անսպասելիությունից է, որտեվ ես չեմ կարող պատասխան տալ։ Ես այդ նույն դիրքում չեք գտնվում, դու ուրիշ տեղ ես։ Ես չեմ կարողանա պատասխանել եւ դրանից երևի թե արդյունքներն են խեղդում։ Բայց նեղացնել, հետո ես նեղացկոտ չեմ։ Հա, ինձ շատ շուտ հեշտ կարելի, ինձ կարելի է նեղացնել, ընտանիքում օրինակ, չգիտեմ, ամուսնուս հետ կարող եմ կռվել, Արտուրի հետ կարող եմ կռվել, հետո որ ինձ ասի կյանքս, կասեմ հա կյանքս։ Դասում բայց ոնց նեղացել, պիտի չխոսեի օրենքով, ինչի ես խոսեցի։ Ես չես կարողանում։ Իսկ Արտուրը կարող է նեղացած մնա։ Ինքը կարողանա։ Ինքը կարողանում է, ես չեմ սիրում։ Ես միշտ մտածում, հետո ես միշտ մտածում կյանքը այնքան կարճ է, այդ նեղանալու վրա ժամանակ ծախսելը, էմոցիա ծախսելը։ Էլի էգոիզմով պետք է մոտենաս։ Ինձ վատ է, երբ որ ես կռված եմ, ինձ վատ է։ Բա ինչի ես մնամ, եթե ինձ վատ է։ Իմ համար նաև բացահայտումներից էր քո մինչև վիցե Միս Եվրոպա դառնալու շրջանը, որովհետև նա ես որպես այտենց շարքային այդ ամենը նայող, ես մրցույթը տեսա քեզ ու քեզ ասեմ մի բան, իմ հետ 2 անգամ է նման դեպք եղել, նենց չգիտեմ տպավորվել է, մեկ Սիրուշոյի ելույթներ, մեկ քո։ Չգիտես ինչի ես հիշում եմ մամայից տան հերոսացույցի դիմաց կանգնած էի ու ես անհանգիստ էի։ Ունենց ես լավ եմ զգում, որ այդ զգացմունքները, զգացողությունները ես ունեցել եմ, որովհետև այդ մեր եռագույնի, այդ մեր մենք ենք Հայաստանն, վայ լավ երկի, վայ լավ քայլի։ Ես հիշում եմ, որ դու քայլում էիր։ Ես ասում եի գոնե լավ, ինչ հա, լարվում ես, ես լարված էի։ Ու իմ համար ունենց մի հատ ուրախություն էր քո հաղթանակը։ Իմ համար դու այդ օրը, հա, ես քեզ ճանաչեցի, բայց հետագայում ես հասկացա հա մեր զրույցների ընթացքում ու կարող մարդիկ կան, որ չգիտեն դու ինչքան երկար ու ոչ հեշտ ճանապարհ ես անցել, որովհետև մոդելինգը իմիջայլոց երևի դու եզակիներից ես, այն ժամանակ, որ արտասահմանում այդքան աշխատել ես։ Հա։ Դրա մասին դու քիչ ես խոսել, թե ես չեմ ֆիքսել։ Դե գիտես, այն ժամանակ համացանց չկար, որ դու համացածում տեղադրեիր քո runway-ները, օրինակ։ Երևի թե դա էլ է, որ համացանցն է, որ չկար համացանցը, Instagram չկար, որ դու առօրյան բոլորի տեսնես։ Այլ երկրներում ու հենց թինեյջեր 15 տարեկան։ Պատկերացնում ես, աղջկադ մենակ թողնես 15 տարեկանում։ Դե տես դա էլ է մամայի այդ ուժեղության, այդ ինքնուրույնությունը հասկացել է ճիշտ ճանապարհով ես գնում։ Իրականում դա հեշտ չի ընդհանրապես ու վերջերս իմ սիրած ինֆլուենսերներից մեկին էի լսում, հետաքրքիր բան ասաց, ես չէի ֆիքսել, ասաց մոդելները շատ sense ասաց իրանց մեջ ունեն կամքի ուժի, ինչ որ sense հաստատունության մի հատ բան պետք է ունենան, որովհետև շատ մերժվող մասնագիտություններից են, նա ինչ առումով ասում, ինչ հետաքրքիր է, այսինքն եթե դու տնտեսագետ ես, գնում ես աշխատանքի դիմես, կարող է 3 տեղ չդիմես, լավ, մաքսիմում 3-ն էլ չընդունեն։
մոդելը անընդհատ դիմում է, որտեվ այդ է ձևը, դու պետք է անընդհատ դիմես։ Աշխատանքի ամենակարևոր մասն է մասնակցել կաստինգների, մերժվել կամ ստանալ։ Ահա։ Այսինքն այդտեղ ինչ որ մի հատ ուրիշ բնավորության գիծ ուժեղություն է ձևավորվում։ Ինչ է լինում, որտեվ դու այսինքն դիմեցիր, անցար, լավ, չանցար, մյուսը։ Ինչ որ մի հատ ուրիշ գիծ է։ Կաստինգները օրվա ընթացքում շատ են լինում, իսկապես շատ են լինում։ Եվ եթե դու մի փոքր պահանջված մոդել ես, հաստատ գոնե լավ 20%-ից կստանաս դրական պատասխան, բայց երբ որ ամբողջովին ես մերժվում, հատկապես այդ սեզոնին, օրինակ, չգիտեմ, Իտալիայի Fashion Week-ը կամ Ֆրանսիայի, հետո Անգլիայի, հետո Նյու Յորքի, այդ Fashion Week-երի ընթացքում այդ ամենա թեժ պահերն են, բայց եթե չես ունենում աշխատանք, ապա ուրեմն կամ սկաուտը տավատը, որ զբաղվում է, այդ մարդն է, որ զբաղվում է այդ ամենով, կամ մոդելնի ագենստվան ավատը, մի խոսքով, կամ դու ես վատը։ Կամ դու ես վատը։ Վերջի պահը արիքցենք, որ դու ես վատը, որտեվ դա ամենավերջում ես ընկալելու եւ հասկանալու։ Բայց դրա հետ մեկտեղ ես մի բան հասկացա իմ տարիների ընդեղի աշխատանքից, շփումներից, աղջիկների հետ, թե ես ավելի շատ ռուսախոս աղջիկների հետ ինձ ավելի հեշտ է շփվել 15 տարեկանում, քան օրինակ, չգիտեմ, Բրազիլիայից մի աղջկա հետ։ Էլի փորձում էի շփվում էի, բայց ռուսների հետ դե ավելի հեշտ էր իմ կապը լինում, որ յուրաքանչյուր մոդելով կարողանում է հասնել տենց բարձունքների, պիտի մի փոքր վատ բան եմ ասելու, վատ կյանք ունենաս։ Գիտես, իսկապես եմ ասում, որ քեզ ոչ մի բան պահող չլինի այնտեղ։ Եվ սա լինի ամենալավ առաջարկը, որ դու կարճես ու բռնված գնաս միջև վերջ։ Բնավորությունից էլ է գալիս, չեմ ասում, չէ, բայց ես կարճելու տեղ չունեի, որտեղ ես կարոտում եի, այստեղի իմ կյանքը, իմ ընտանիքը, հատկապես երբ որ դու կապված ես իրանց հետ, մամայի, քույրիկի, պապայի, չգիտեմ, մի խոսքով։ Եվ ինձ այստեղ ավելի լավ էր, քան այնտեղ։ Այստեղ ված չէր, որ ես այնտեղ մնայի ու մտածեի վես վերջապես հասա։ Բայց դու ֆիքսել ես, դա մենակ մոդելինգի մեջ չի, շատ մասնագիտություններ կան, որ հաջողությունների հասնում է այն մարդը, որի զրոյական կետը եղել է մինուս։ Եթե մենք սենց նայենք, արևիկ, ընդհանրապես կարող ենք ասել, որ կյանքում յուրաքանչյուրը հասնում է ինչ որ մի բարձր կետի, եթե դու ունենում ես դժվարություններ կյանքում։ Եվ մեր երեխաներին տալ լրիվ փափուկ բարձ եւ յուրաքանչյուր ամեն տեղ ասել այո եւ ամեն ինչ տալ նրանց, մենք հասկանում ենք, որ դա շատ սխալ է, չէ՞։ Պապաս մի միտք էր ասում էր ոչ թե մեղադրել, բնականաբար մեղադրել չէ, բայց իր ծնողներին ասում էր դուք ինձ տվել եք այն միջինը, թեպետ իմ համար պապան հասել է շատ բաների, որովհետեւ որ տեսնենք A կետից B կետ իր կյանքի ընթացքում ինչերի է հասել, բայց ինքը իր մեջ մտածում էր, որ իր ծնողները իրեն տվել են այն հարմար միջինը, որը եթե չունենար, ավելի ծայրահեղ քայլերի կարող է դիմել ու հաճախ այդ կա կյանքում, էլի։ Հաճախ չէ։ Ես ասում եմ 99% այդպես է լինում։ Ես հակառակն եմ մտածում, ինչ առումով դժվար է այդ ասել։ Ես ասում եմ իմ ծնողներին շնորհակալություն, որտեղ ասում եմ իմ զրոյական կետը 0 չի եղել, պլյուս է եղել։ Բայց միգուցե եթե իմ զրոյական կետը 0 լիներ կամ մինուս, ես շատ ավելին հասնեի, որտեղ ես էլ եմ հանգիստ գնացել առաջ։ Այս դա եմ ասում։ Հա։ Որ դու հիմա էլի հասել ես, էլի դու ասում ես պապան այ կետից B կետ որ նայում ես, բայց իր համար ինքը գիտեր, որ ինքը կարող էր հասնել շատ ավելի։ Ոչ թե B, այ յա։ Բայց հիմա դու նայ, դու հիմա որ օրինակ հասնեիր այդ այն ամենավերջը, արդյոք քեզ ավելի լավ կլիներ, որտեվ տես դու ունեցել ես այդ քո միջին կոմֆորտը այստեղ, դու չես ձգտել, հա։ Իսկ դու մտածում ես դրա մասին։ Ես երբեք չեմ նայում հետ ու մտածում, վա ինչի ես սա չարեցի։ Ինչ անմիտ բաների մասին մտածեմ ես հիմա, որ երբեք չես կարող ժամանակը հետ տալ եւ մտածել, որ այ եթե ես սա չընտրեի, նա ընտրեի։ Ընտրեիր։ Այդպես էլ է քո բնավորություն, այն թեթև են պահերից է։ Բայց իսկապես, եթե ես հիմա փոշման ում եմ դրանով միայն վատություն անում, ինձ։ Եթե ես ինչ-որ մեկի հետ կռվում եմ ու ինձ վատ է, ես մենակ ինձ եմ վատություն անում։ Եթե ես փոշման եմ ինչ-որ մի բանի համար, հիմա գոնե փորձեմ նենց անել, որ հետո չփոշմանեմ։ Իսկ դու պետք է մաստեր կլաս դնես։ Հայ կանանց ինքնա ինչ որ sense ժամանակի կորուստ է։ Ես միշտ ասում եմ, այնքան դժվար է առօրյա մեր կյանքը բոլորիս։ Առօրյա խնդիրները, աշխատել, երեխաների հետ հասցնել, էս անել, այն անել, որ մի հատ էլ կողքից սկսես փոշմանել։ Իսկ երրորդ երեխա որ գալիս է քո կենցաղը, չնայած ես գիտեմ որ շատ կազմակերպված է եւ շատ ֆանտաստիկ դայակ ունես, ում մասին մենք խոսացել ենք, ամեն ինչ ճիշտ դու էլ եւ այլն, բայց զգում ես քո վրա, որ sense կենցաղը sense էլ ավելի ոնց որ
Բարթացել է, հա։ Հա, շատ է փոխվում։ Եվ երբ որ ես մամային ասում էի, մամ, երրորդը ասում էր, «Ոայ դու այդքան ուժեղ ես մենտալ, որ կարողանաս այդ երրորդի հետ էլ փորձես բան անես»։ Եվ դա էլ պիտի ապացուցեի, որ չէ, այդպես չի, հուսամ չեմ կոտրվի մենտալ։ Դու չես կոտրվի Լուսինե։ Կգնամ առաջ։ Բայց հա, իրականում դժվար է։ Երեքի հետ դա լրիվ ուրիշ խնդիր, արդեն լրիվ ուրիշ խնդիրներ են առաջ գալիս եւ դժվար է։ Երեկոյան երբ որ իրանք գնում են քնելու, ես հասկանում եմ, որ ես ուժասպառ եմ լինում։ Պահի տակ Հիմա չես աշխատում, չէ։ Այս պահի դրությամբ իմ նկարահանումները միշտ կան ու կան, բայց հա, առավոտյան եթեր չկա, դա էլ այնց մի փոքր հանգստացնում, որ ես կարող եմ գիշերը օրինակ չքնել ու առավոտյան ստիպված չեմ լինի գնալ։ Առավոտյան եթերը դա լրիվ ուրիշ պատմություն է։ Իրականում ուրիշ պատմություն է։ Դու ապրես, դու շատ ապրես այդ որ ձգում ես։ Հա, մի քիչ էլ կձգեմ ու երևի կվերադառնամ։ Իմ կյանքում օրինակ մի պահ եկավ, մի քանի տարի տարբեր առավոտվա ծրագրերից հետո ես ասացի, ստոպ, չի լինելու էլ իմ կյանքում առավոտվա ծրագիր։ Դեռ դա լրիվ օրդ խառնում է իրար։ Դրա առաջի օրվանից սկսած։ Այո։ Որ դու պետքա շուտ գնաս տուն, որ դու պետքա ծանոթանաս հյուրերին, հարցերի հետ, հարցերը, շուտ քնես, որ գոնե առավոտյան, չգիտեմ, ուրած աչքերով չլինես։ Վերջապես դու ես չէ եթերում, դա պարզապես աշխատանք չի 7-ին ոնց ուզենաս գնաս նստես եւ չգիտեմ, եթերը միացնես կամ ուրիշ եթերից դուրս լինես, կադրից դուրս։ Լուս քո ֆինանսեն ինչ որ դու ես աշխատում, այսինքն դա լինի աշխատավա, դա միշտ քոնն է։ Դա միշտ ինչի վրա ես սիրում ծախսել հենց այդ քո աշխատածը։ Թե քեզ կարևոր չի կոնկրետ այդ փողը, որ քո աշխատածն է, թե չէ։ Չէ, ընդհանրապես կարևոր չէ իմ աշխատածն է, թե չէ, բայց ես սիրում եմ ծախսել օրինակ Արիանայի հետ որոշեմ, որ պետքա, չգիտեմ, կամ թեկուզ Արտուրի հետ որոշեմ ինչ որ միտեղ գնալ եւ որոշեմ, որ վերջ, ես եմ վերցնում այդ մեր ճանապարհորդության տոմսերը եւ հյուրանոցը, որովհետեւ դա ինձ հաճույք է պատճառում։ Կամ աղջկաս վերցնեմ ինչ որ միտեղ գնամ եւ Արտուր ասի, «Բա տոմսերը, բա հյուրանոցը», ես արել եմ։ Եվ ես դրանից ինձ լավ եմ զգում։ Իսկ պահում ես գումար։ Չէ, ես չեմ կարող հավաքել։ Հա։ Ինչ չեն սովորացրել փոքր ժամանակ թե ոնց են հավաքում գումար։ Իսկ ինչ նվեր ես սիրում առնել։ Վերջին sense նվերը, որ մտածել ես կամ շատ գումար ես ծախսելում համար ա եղել, ինչ ա եղել։ Ընտանիքի անդամների, մամայի, Իրայի, Արտուրի, երեխեքի։ Իսկ քեզ որն ա եղել վերջին նվերը, որ sense ասել ես վաու։ Ես վերջես հասկացել եմ, որ այդ այնց վաու։ Գիտեմ ինչ ես ասելու։ Ես չեմ անում։ Չէ, որ քեզ նվիրեն։ Ինձ նվիրեն։ Հա։ Հա, ինձ թվաց ես ինքս ինձ առնեմ։ Հա, չէ քեզ։ Չէ, ինձ նվիրեն։ Չգիտեմ։ Դենց վաու, բոլոր նվերներն էլ Արտուրի կողմից, որ ինձ նվիրում ա, ինքը դենց մտածված նվերներ է անում։ Հա, մտածված է անում։ Իսկ անակնկալ։ Բայց դա իր մոտ չի ստացվում անակնկալն է, որտեվ ես ամեն ինչ իր փոխարեն երկու քայլ առաջ գիտեմ։ Ամենավատը է դա։ Դրա համար էլ չէր փորձում անակնկալ։ Բայց գորես զարմացի տենց։ Բայց դա էլ չի լինում, որտեվ արդեն գիտեմ։ Բայց ինքը փորձում է, այսինքն մտածված է։ Էլ սկսելա չփորձել, որտեվ հասկացելա, որ անակնկալը իր մոտ չի ստացվում։ Օրինակ մեր տան անակնկալը ես եմ անում։ Ես եմ այդ կարողանում Արամի դեպքում ինքը ավելի շատ փորձում է հասկանալ ես ինչ եմ ուզում եւ դա գնում ենք։ Հա, բայց ես արդեն սովորացել եմ տարիներ շարունակ, որ մի մտածի, թե ես ինչ եմ ուզում։ Դու արա անակնկալ։ Դու արա անակնկալ, որ անակնկալ ասված անակնկալ մի մատուցիր, բայց անակնկալ, որ ես չիմանամ, թե դու ինչ ես նվիրելու։ Եվ այդպես անակնկալներ լինում են, որ ես չգիտեմ ինքը ինձ ինչ է նվիրելու։ Եվ յուրաքանչյուր մի բան, որ ինքը ժամանակ է ծախսել եւ գնացել է եւ գնել է իմ համար, կամ ձեռքա բերել, կամ սարքել է, չգիտեմ, կապ չունի։ Մատերիալիստ չեմ։ Դարձել եմ ոչ մայր, թե ժամանակին ունեի այդպիսի բաներ, նվերների նայեի, թե ցանկանայի ինչ որ մի բան, հիմա չէ, հիմա լրիվ մեկ է։ Ժամանակի հետ է եկել դրան։ Հա, ժամանակի հետ է գալիս։ Հասկանում ես, որ օրինակ իմ համար մեծ անակնկալ կլինի, որ ես ճանապարհորդեմ ինչ որ մի նոր երկիր բացահայտեմ իմ համար, բայց ոչ թե այդ նոր պայուսակը կամ ժամացույցը ունենամ։ Լույս տեղափոխվեցիք ձեր տուն։ Չէ։ Դեռ վերանորոգման մեջ է։ 3 երեխա ունենամ, 3-ին էլ իմ տանը չունենամ։ Դու մի անգամ ասեցիր տենց բան ինձ, ասել 3-ին էլ։ Այսինքն 3-ի ժամանակ էլ վերանորոգում եք արել։ Դե ալեքի ժամանակ պարզապես Միացյալ Նահանգներում են եղել, բայց էլի իմ տանը չեմ եղել։ Այսինքն երեխաներից մենակ Ալեքն է, որ նահանգներում ա ծնվել։ Բայց 3-ն էլ Միացյալ Նահանգների քաղաքացի են։ Դե ասեմ կապ չունի, որ ես գնացել եմ այնտեղ եմ ունեցել, ընդհանրապես կապ չունի։ Ով էր բժիշկը այստեղ։ Դավիթ Լևոնիչը։ Օ, Երևանի։ Լեգենդար։ Չեմ կա քեզ բացատրեմ ես ոնց եմ ծննդաբերել։ Մթության մեջ լամպ էր վառված,
Որովհետեւ մեծ ուժեղ լույսը, վերևից ուժեղ լույսը, դա ստրեսային է։ Երբ որ դու հատկապես ցավերի բաների մեջ ես։ Երաժշտության ներքո եւ քար լռության ներքո։ Ոչ ոք չէր խոսում։ Իսկ դու հիշում ես ինչ երգեր, երբ ծնվեց աղջիկը։ Կլասիկ երաժշտություններ Արտուրը միացրել։ Այն օրը լսում էի, որ Քիմ Քարդաշյանը ֆիքսել է, որ կարծեմ առաջին աղջկա ժամանակ Queen-ը միացրած եղել, այտենց Kanye West-ը DJ-ություն արել այդ ժամանակ ու Bohemian Rhapsody-ի տակ երեխան ծնվել։ Չէ, դա օրինակ ինձ կլար էր։ Դա ինձ կլար էր։ Պետք է լիներ շատ խաղ, հա, նատել այդ պայն մամա միա, չէ, շատ շնորհակալ եմ։ Չէ, դաշնամուրից չէ, դաշնամուր չտես բան եմ հիշում։ Դաշնամուրի մեջ էս տպավորվել է, բայց շատ խաղաղ էր։ Ամեն ինչ այնքան խաղաղ էր։ Լույս որ խաղաղություն է։ Որ գորալս է չէր գալիս։ Խաղաղություն ես ասում, հիշեցի, ուրեմն բոլորս Լուսինեի բոյը գիտենք, տեսել ենք, զգացել ենք մեր մաշկի վրա։ Ուրեմն Լուսինեն իր 2 մետրով ինչքան է բոյը։ Չէ, հələ ունեմ։ Ունես։ Ամեն դեպքում սենց շատ բոյով Լուսինեն, երբ մտնում է օթանավ եւ գտնում է 3 իրար մոտ տեղ, այսինքն քնում է։ Դուք գիտեք ոնց է քնում։ Ինքը քնած է, ուսից ոդքեր ես տեսնում, որոնք արդեն մյուս շարք են հասել։ Այսինքն քո դեպքում լույս ոչ թե 3 տեղ է պետք է նաև մյուս շարքեր մի հատ։ Տեղավորվում եմ, տեսնում ես ոնց է։ Դու ֆանտաստիկ ես տեղավորվում։ Մենակ թե քնեմ։ Մի րոպե չանցած թռիչքը հələ չի եղել, ինքը արդեն քնած է, այդ որ երազելի ճամփորդ ես դու։ Այդ առումներով էլ ես էլի հեշտ։ Հա, ինձ մեկ է, ես որտեղ եմ քնում։ Իմ աղջիկը տենց չի։ Իրա սենյակը, իրա անկողինը պետքա լինի։ Ես չէ, ինձ մեկ։ Դու, ահա, այդ առումով շատ sense flexible ես։ Լուսնայ, այսօրվա զրույցը եթե sense փորձենք ամփոփել, ինձ թվում է այնա։ Արդեն ամփոփում ես։ Դե ասում են։ Հա, ասում են։ Կամած շատ կարևոր ինձ թվում է մեսեջ այսօրվա այնա, որ դու ունես կյանքը ավելի հեշտ, ավելի դրական ապրելու ինչ որ քո բանաձևերը։ Հիմա այդուհանդերձ կա ինչ որ բան, որ դու ուզում ես փոխել, կուզեիր փոխել քո մեջ։ Մենք ունենք էլի բաներ, որ չենք կարողանում։ Շատ բան կա, եթե ես այդպես հիմա շատ կենտրոնանամ, շատ կգտնեմ, բայց առաջինը երևի թե էմոցիաներս մի փոքր ավելի հանգիստ լինեն, խաղաղ լինեն, որ այդ բռնկումները չլինեն իմ մեջ։ Միգուցե դու դա չտեսնես, օրինակ եմ բերում։ Երբեմն կտեսնես, երբեմն կարողա չզգաս եւ չհավատաս, բայց ես իմ մեջ գիտեմ ես ինչ եմ զգում։ Օրինակ շուտ կարող եմ նյարդայնանալ, բայց հետո հավաքել ինձ, շուտ բռնկվել եւ միանգամից հետ գալ, նեղանալ եւ շուտ բարիշել, բայց այդ վայրի վերումները ինձ խանգարում են, օրինակ։ Ես կուզենամ լրիվ ուղիղ, տենց ուղիղ գից չի լինում, բայց ավելի, հա, սենց մի փոքր հարթացնեմ, ոչ դրա պետք է աշխատել։ Ես կուզենամ, որ երբեք չմտածեմ, որ ես այ հոգնած եմ, այսօր դելա, վարի այդ մի բանը չգնամ սպորտով զբաղվեմ, օրինակ։ Բայց պիլատեսը ֆանտաստիկ անում ես տանը։ Ես համ տանն եմ անում, համ գնում եմ պիլատեսի, բայց երբեմն նույնիսկ այդ ալարկոտությունը նույնիսկ մեկ օր ինձ չխանգարի։ Քեզ դուր չի գալիս, որ դա երբեմն կա։ Հա, ինձ դա դուր չի գալիս, ընդհանրապես դուր չի գալիս։ Ինձ դուր չի գալիս, որ ես կարողա լիքը բան նկատեմ, օրինակ։ Կուզեիր ավելի քիչ։ Հա, ես կուզեի, ընդհանրապես ոչ ոք չնկատի, չունես ընկերուներ, ես ունեմ։ Իրանք շատ ավելի հանգիստ են ապրում, արև։ Իրանք ոչ ման չեն նկատում, չեն տեսնում, չեն լսում։ Ես ամեն ինչ պետքա նկատեմ։ Եթե նույնիսկ չեմ ուզում, ես արդեն այստեղով գիտեմ այնտեղ ով է նստած։ Դու եթե մտնում ես մի հատ սենյակ, շատ մարդիկ կան, դու տենց ես նկատում, թե կոնկրետ մարդկանց վրա ես ավելի ուշադիր, ֆիքսված։ Օրեր կան, երբ որ ես շատ հանգիստ եմ եւ ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։ Ես կարող եմ մարդ տեսնեմ, քեզ տեսնեմ եւ չնկատեմ նույնիսկ։ Ոչ թե օրինակ եմ բերում։ Հասկանու՞մ։ Դու այնտեղ նստած ես, ես չտեսնեմ, որ դու այնտեղ նստած ես։ Բայց եթե ես գիտեմ, որ ես առաջի անգամ եմ ինչ-որ միտեղ գնում, ոնց պետք է ընդունեմ, ոնց պետք է անցալեն, ես մի անգամից ամեն ինչ նկատում եմ, որտեվ ես մի փոքր լարված եմ։ Ու ես ամեն ինչ նկատում եմ։ Ով որպես ինչպես շնչեց, ով ինչ ասեց, ով ինչ շնջաց։ Բայց գիտես հիմա այս պահին ես հիշում եմ օդանավակայանում, երբ մենք բոլորս իրար գլուխ հավաքվեցինք, որ գնանք Իտալիա, դու տենց չէիր, այ հետաքրքիր է, դու այդ պահին տենց էիր, մենք չնկատեցինք։ Չէ, ես տենց չեմ, դու տենց չէիր։ Բայց եթե ես գալիս եմ կոնկրետ ինչ որ մի տեղ է, որտեղ գիտես, հա։ Բայց ումա պետք։
որ տեսար ինչ որ մեկը ինչպես նայեց կամ ինչպես ռեակցիա տվեց, պետքա դա քեզ։ Ուզեի դա էլ չլիներ նույնիսկ։ Հա, այդ էլ չլիներ։ Դա էլ չլիներ։ Ես լրիվ հանգիստ ապրեի։ Լույս ընդհանրապես շատ հավես է, որ քո այս տեսակը կա ու հուսով եմ ինքը վարակիչ կլինի։ Ես զուտ այդ բախն եմ ուզում անդադ ընդգծեմ, որովհետև այդա իմ համար ոնց բացահայտում էր քո այդ հավես, թեթև, դրական ու գիտես ինչ, շատ հաճախ իրավիճակի հետ չկռվելը քո։ Այնքան ինձ դուր է գալիս դա։ Դե հիմա որ եղավ։ Որովհետև ես միշտ փոքր ժամանակ չես հիշում, չգիտեմ մաման այդպես արելա թե չէ, երբ որ ես հիվանդանում եմ, միշտ մաման ասում է, բայց ես քեզ ասում էի, չէ՞, ես միշտ մտածում եմ, ասում էի, բայց հիմա հիվանդ եմ։ լավ, լույս դու չես ասում հիմա։ Չէ, ես աշխատում եմ։ Որ օրինակ գիտես որ մրսել է, չես ասում։ Աշխատում եմ, չասեմ։ Արդեն հիվանդացա։ Նա կա, այդ մայրը կա, որը չի ասում, ես Հիմա քեզ որ ասում։ Ինչ, որտեվ ես հիշում եմ, երբ որ ես հիվանդ պարկած էի վատ, ու ինձ ման ասում են, ես քեզ ասում եմ, այդ գլխարկը դիր։ Լույս իսկ դու կարաս գնաս ինչ որ իվենթի չպատրաստված։ Հա, կարաս, չէ։ Բայց հատ միշտ է տենց լինում, չէ՞, երբ որ դու մի տեղից ու շատ ես պատրաստվում, պետք է ընդհանրապես չպատրաստվել, հակառակը բոթասներով գնալ կամ ինչ որտեղ որ պետք է լիներ այսպես շատ ներկայանալի, դու գնում ես ջինսով ու բոթասով։ Դե լավ, քո դեպքում ջինսով ու բոթասովն էլ է սիրուն։ Ճիշտ ես ասում, բայց ես նկատել եմ այսպես կարևոր տեղ, օրինակ, որ տեսնում ես բոլորը այսպես երկար ժամանակ են տրամադրել look ընտրելուն։ Բայց հա, ես easy going մարդ եմ։ Անտիր, հիմա ուր ես գնալու այստեղից հետո։ Համերգի։ Սիրում ես տենց մշակութային երեկոներ։ Փորձում եմ հետ չմնալ։ Ո՞րն է քո իդեալական երեկոն։ Հիմա, հա, ասեմ, քնելը տանը, երբ որ բոլորը քնած են, եւ ես իմ հեռախոսով մենակ եմ մնում սենյակում։ իսկ տենց լինում է։ Հա, երբեմն մի ժամ գոնե։ Դու գիտես, երեք երեկոյան ես 5 րոպե մենակ եմ եղել տանը, ոնց որ մի բալիկս դիմացի տանն էր, մյուս բալիկին պետքա գնայի ծնունդից վերցնեի, Արամը գործով դրսում էր, ու սենց երեկո է, տանը լռություն է, ոնց որ ուրիշի տունը լինի, ու սենց որ սենց տարօրինակ հանգստություն։ Բայց ես մենակություն չեմ սիրում, Արևիկ։ Ես հիշում եմ, որ դու ասել ես։ Ես մենակ մնալ չեմ սիրում, եթե ես ունեմ 3 ժամ, որ ես կարող եմ տանը վայելել այդ լռությունը ու երեխաների չլինելը, ես ընկերուս կկանչեմ կամ դուրս կգամ, հա, ես մի բան կանեմ, որտեվ ես տան մարդ չեմ շատ։ Բայց հիմա ես սիրում եմ այդ երեկո ասվածը, որտեվ ես երբ որ հիմա օրինակ այստեղից դուրս գամ ու ինչ հրավիրեն ինչ որ միտեղ, ես մեծ սիրով կգնամ։ Բայց եթե ես մտածում, հա, վերջ։ Հանեցի կոշիկները, վերջ, ելի չես անի։ Ես շատ հեշտ եմ գնում հավաքվում։ Բայց ու նաև կարողանում ես գիշերը սենց չքնել, տժալ, ու ես հիշում եմ, որ մենք խոսել ենք դրա մասին, էլի որ դու կարաս սենց գիշերը տժաս ու մյուս օրը ունենաս էներգիա։ Երրորդից հետո էլ կարաս, թե հիմա չէ։ Ոչ, ես դու լավ չես հիշում, ես միշտ ասել եմ, որ ես 20 տարեկանում եմ։ Չէ, կներես, մոռացել եմ։ Արտուրները տենց։ Այո, Արտուրները տենց, ես այդպես չեմ։ Ես 20 տարեկանում էլ տենց չէի։ Ես 2 օր իրար վրա չէի կարող գնալ դիսկոտեկայում ապարելու կամ ինչ որ փարտիներ անելու։ Ձեր տան ակտիվ Արտուրն է։ Հա, շատ։ Հա։ Այդպիսի հարցերում, հա, որ դե լավ, ինչ ես տուն գնանք, մնանք միջև առավոտ լույս ապարենք, չգիտեմ, այնտեղ ստեղից հետո գնանք այնտեղ, չէ, մոտ այնպես։ Բայց Արտուրը հիմա էլ է, չէ՞ կարա։ Մի տեղ ենք գնում եւ վերջ եւ գնում ենք տուն։ Բայց Արտուրը հիմա էլ, չէ՞, հավեսով կարա։ Արտուրը միշտ կարող է, միշտ ցանկություն ունի։ Այդ մաստեր կլասը որ դնես մի հատ էլ Արտուրը թող դնի։ Բայց օրինակ, եթե մենք գնում ենք ինչ-որ միտեղ հանգստանալու, ես կարող եմ ավելի հավեսով ասենք որոշեմ, թե որ հիմա պետք է գնանք, ասենք, չգիտեմ, դելֆիններին տեսնենք, հետո գնանք այստեղ էս նավը քշենք, հետո գնանք այնտեղ են բան անենք։ Օ, նավ աստիր հիշեցի։ Լսի, ես հիշում եմ, դու մի հատ story էիր տեղադրել, որտեղ դու փորով Արտուրը ու երկու երեխա, ես չգիտեմ, երևի նավ քշողել։ Նավի վրա է։ Նավ քշողել կարծեր հետ, ես չգիտեմ։ Հա, չկար։ Ուրեմն դուք ծովի մեջտեղում կանգնել եք։ Երեխեքը թռնում են ջուրը, դուք այդ փորով երջանիկ ու ես եմ ասում, վայ, ապրիլուսոն։ Ես միշտ մտածում եմ, որ ոչ մի վատ բան, եթե մենք արդեն եկել ենք, ուրեմն պիտի բավարար բան չլինի։ Դե եթե ես հիմա բավարով մտածեմ, ուրեմն ես ոչ պետքա դահուկ քշեմ։ Հա, իհարկե։ Ես շատ բաներից պետքա զրկեմ ինձ եւ երեխաներին, եւ իմ վախերը չպետքա ազդեն իմ երեխաների վրա։ Դրա շարունակությունը կամ դրանից առաջ ինչ որ Սարա, Ամմայի, պլյուս Արտուրներ մեղավոր, պլյուս 40
Ճիշտ։ Լուսոն է, որ ինձ հազիվ է շարժվում, երկու երեխաների հետ, ինքը ասում է, մենք հիմա Սար ենք բարձրանում ենք ես սար, ու ես եմ որ սարսափում եմ քո համար, ես իմ հազար տառականներով, վախերով։ Գիտես նաև Արտուրից էլ է գալիս։ Ինձ միշտ ասում դու կարող ես։ Հետո մենք ասում Արտուր, բայց մի Բայց կարող է չէ։ կարող ասում ես նոր եմ երեխա ունեցել եւ ինձ պետք չի դահուկ հիմա տանել եւ սարի վրա դահուկ քշացնել։ Բայց դու կարող ես։ Բայց ես դասը զգում եմ որ ես իմ մկանները, բայց դրան պատրաստ չէի, մարմինը հələ դրան պատրաստ չէ։ Բայց այդպես ավելի հեշտ է, քան ես մնան տանը։ Դες կողքինից էլ այո։ Իսկ դու քանի կիլո ես չեղացել։ Ասեմ։ Իհարկե։ Պատրաստ ես։ Լսի, տեսքով ես շատ չէի տեսնում, բայց Մտածում եմ, ասեմ, թե ստրես կտանեմ վրա։ 4.5։ Նայ, չէ։ 20։ 20։ Քո վրա չէր երևում։ Ինչքան էր նորմալ 13 է։ Եվ 7.5 ամիս էր։ Հələ կարային 24 հասնեի։ Կարող ավելի Հա, հասնել։ այդ եմ ասում, կարային հասնեի։ 25-26 Նախորդ ուղղությունների ժամանակ էլ էս այդքան լծվել։ Արիանայի ժամանակ 13 կիլո եմ չաղացել, Ալեքի ժամանակ էլի 19, 20, բայց միջև վերջ եմ գնացել, հիշի։ Իսկ այստեղ արդեն 7.5-ում ես 20 կիլո հավաքել եմ։ Իսկ Հիմա ես իմ նույն քո քաշին ես, բայց գիտես այն առաջի ամիսներին որ sense նոր ոնց որ այդ կիլոները գալիս էին վրա, ինձ օրինակ շատ էր դուր գալիս, sense մի հատ ուրիշ ձևի էր, չէ՞, sense թուշիկներ բան։ Ես ինձ չեմ սիրում, ես ինձ չեմ ընկալում, որտեվ ես ունեմ իրականում այտեր եւ այդ թշերը շատ շուտ են լցվում եւ մի տեսակ sense ոնց կլորայում։ Ես չեմ։ Իմ սկուլաները չի երևում, որովհետև այստեղ մի անգամից լցվում։ Բայց ինչ հեշտ իջել ես փաստորեն։ Տարիքի հետ շատերի նորման միջինը Փոխվում է։ փոխվում է, քոնը փոխվում է թե չէ։ Չէ։ Բայց ես չի որ շատ ուրախ եմ դրա հետ, որովհետև իմ նորման ես համարում եմ, որ ես պետք է լինեմ գոնե 58-59 կիլոգրամ։ Բայց իմ մոտ չի լինում, որովհետև ես ավելի շատ էներգիա եմ ծախսում, քան այսպես կալորիա ենք ծախսում եւ էներգիա ենք ծախսում, քան ստանում եմ այդ կալորիաները։ Օ, ես հիշեցի մի հատ պատմություն, ուրեմն ասում եմ մի հատ պատմություն, որից դու նախանձելու ենք գրեթե բոլորս, ուրեմն այս լուսոն ոնց է չէ՞ մարդը։ Գիշերը գիտեք ոնց հաղթում է։ Շատակեր։ Չէ։ Ուրեմն այս մենք ոնց է չէ՞ որ մարդկա ասում է որ վայ մի հատ փուճուր բան եմ ուտում, վրաս երևում է հաջորդ օրը կշերքը արդեն այլ թիվա ցույց տալիս, մի բան ուտում եմ այտուցներ եւ այլ, հիմա կա դրա հակառակը շատ քիչ է աշխարհում լինում, բայց դրա հակառակը կա։ Լուսոն ասեցամ, որ ես մի քիչ շատ եմ շարժվում։ Ես մյուս օրը նիհարած եմ ու վատով այնքը դա ասում ժողովուրդ, ասում է գնում եմ աշխատանքի գալիս եմ, ես մյուս օրը նիհարած եմ։ Եթե ես 3 անգամ նորմալ սնվում եմ նորմալ, այսպես մսով, չգիտեմ այնտեղ մի խոսքով, ամեն ձև նորմալ սնվում եմ, քաղցրով, ամեն ինչով, առավոտյան, ցերեկը եւ ընթրիքը անում եմ եւ առավոտյան երեկո լինում են նկարանումներ, միևնույնն է մինուս եմ տալիս, որտեվ ես դա ինձ բավական չէ։ Ես միայն կարող եմ կիլոգրամներ հավաքել, օրինակ հանգստի ժամանակ, երբ որ ես պետք է ուտեմ։ Ոչինչ չանես։ Կչշարժում չքայլեմ։ Բայց Իրան մաման տենց են։ Չէ, ոչ մաման պարզվեց այտենց, հա, բայց ինքն էլ է շատ նիհարից ջայլ տարիներին եւ նույնն էլ Իրանն էլ է շատ նիհար ժամանակին, բայց երեխաներից հետո էլ հետ չգնաց իր 5 քաշին։ Բայց իմ papayin, իմ գենետիկան երևի թե ավելի շատ papayin է, որտեվ papan միշտ շատ նիհար էր, շատ, բայց ուտում է շատ։ Հերոսը մոտդ է։ Մի հատ կնայես, այս ընթացքում քեզ ինչ որ մեկը բան է գրել։ Օրինակ WhatsApp, Viber, Instagram։ Մամուլիկը զանգել է, ամուսինս զանգել է եւ երկու անծանոթ համարից մեսեջներ են եկել, որոնք որ չգիտեմ։ Նույնիսկ չեմ հասկանում։ Մեսեջ, ոչ թե WhatsApp։ WhatsApp, WhatsApp, մեսեջ չէ, դե էլ արդեն չենք ստանում, բացի գովազդներից, չէ, օրինակ զեղչերի բաները։ Իսկ մի հատ Instagram-ը կբացես, մենք չենք նայում, այն search-ի տեղում առաջինում է բերում, վերջինում է search արել Instagram-ը։ Դե լավ ասա։ Ինչի համար ասեմ, բայց ինչի համար դե ասեմ։ Ասա։ Գախնի է։ Չէ, պրոստը հետաքրքիր է, իսկ ինչի ասեմ։ Բոլորին հետաքրքիր է ում ես դու վերջինը search արել։ Իսկ ինչի բոլորին հետաքրքիր չէ, ես այսօր ինչ եմ կերել, թե ինչ եմ մտածում, թե ինչ նոր պրոյեկտներ, ինչ է հետաքրքիր, ես Instagram-ում եմ search արել։ Ասա, չես ասում։ Չեմ ասում։ Գախնի է։ Լավ, էս էլ ասենք, մեզ ասում են որ մենք արդեն շատ ենք ժամանակ։ Մի ասա, ուրեմն գախնի մեկին։ Չէ, հա։ Ոչ մի գախնիություն։ Արտուրի X-ին է search արել։ Ասեմ։ Ասա։ Ուրիշ բան եմ ասում։ Այդ չեմ ասել, այդ ասել եմ, որ չեմ ասել։ Ասա։ Ուրիշ բան ասեմ, այդ որ ասես Արտուրի X-ին է search արել։ Արտուրը բոլոր իմ mail-երի, Instagram-ի, Facebook-ի եւ նման
կոդերը ինքն է դնում, գաղտնաբառերը ինքն է դնում, որպեսզի ես հետո զանգեմ ու ասեմ՝ «Մի հատ Instagram-ից գաղտնաբառը կաս»։ Մի բան ասեմ, դա էլ չեք հավատա, բայց ես շատ լավ հարաբերություններ կարող եմ ունենալ, օրինակ Արտուրի առաջվա ընկերու հետ։ Շփվում եք։ Այո։ Ապրեք։ Շատ նորմալ, շատ լավ աղջիկ է։ Լույս ինտերնետում դու ինչ կոնտենտ ես սպառում, ինչ ես ամենաշատը նայում։ Ֆիլմ։ Եթե ժամանակ ունեմ, այդ որ ասում հերոսը ձեռքս երեկոյան, ես փորձում եմ նայել իմ սերիալ, օրինակ։ Վերջինը որն է ամենալավը խորհուրդանք։ Որը Արիանայի հետ եմ սկսել նայել, Արիանան ինձ խորհուրդ տվել։ Netflix, աուտիկ տղա է, ջահել, ով դառնում է շատ լավ բժիշկ։ Այո, ընկերներիցս մեկը նայում էր այդ ֆիլմը։ Շատ լավ ֆիլմ է։ Ու այդպես սեզոնները երկար են, մի խոսքով։ Իսկ դու ինչ կոնտենտ ես ստեղծում, այսինքն քո ստեղծած կոնտենտն ինչ որ մենք տեսնում ենք Instagram-ում, ինքը հիմնականում տենց մտածված է, թե ավելի օրգանիկ է։ Չէ, ավելի օրգանիկ է։ Ես չեմ կարող այդպես մտածված եւ նույնիսկ ինչ որ մեկը տամ, որ վարի իմ էջը։ Չէ, դա իմ անձնական, դա իմ առօրյայի, դա իմ ընտանիքի, դա իմ մտքերի այսօրվա տրամադրություն ունես նաեւ դա կարող ես ինչ որ բան պատմել մարդկանց եւ նույնիսկ լավը։ Մի խոսքով, դա իմն է, դա ես եմ։ Շատ ապրես որ եկար, շատ հավես է, որ տենց փակ աչքերով եկար։ Ինչպես դու ես ասում, որովհետև ոչինչ գրեթե չգիտեիր ոդկասթի մասին, իսկ այս ոդկասթը իմ կարծիքով ու ես հուսով եմ ինչ որ տեղ կգրավի, որտեղ տարբեր մարդիկ, բայց հիմնականում նաև մեր ոճի, հա, մեր ոճի, մեր տարիքի աղջիկները կանայք կգտնեն իրանց համար նպատակահարմար կոնտենտ, որովհետև ես շատ լավ միգուցե չգիտեմ ոդկասթերը, որոնք կան հայալեզու, շատ լավ չգիտեմ, համոզված եմ կան այնպիսիներ, որոնք չգիտեմ, բայց ինչքանով ես եմ ուսումնասիրել, ինձ թվում է այս մեր տարիքայինի, այս խոսակցությունների, որտեղ ոչ թե ինչ որ գնում ենք անցյալ, ոչ թե շատ տխրում ենք, ոչ թե ոչ շատ հումոր է, ոչ շատ տխուր է, ինչ որ չկա ցենց սուր թեմաներ, ավելի ցենց այդ հանգիստը, ոչ շատ տխուր է եւ ոչ շատ Նայ, որովհետև հումորի սպառումը դա այլ պատմություն է, էմոցիա տխրելը դա այլ պատմություն է։ Սա այն է, որ իրոք ես ու դու կունենանք կես ժամ, արի գնանք այն բառին, որ դու չես սիրում, օրգանիկ։ Այո, օրգանիկ, այն որ ինչից եկավ այս միտքը, էլի որ երբ ես տեսնում եմ ինձ հաճելի ծանոթ մարդկանց ու մենք մի կես ժամ սենց միտեղ մի հատ ձեռի հետ խոսում ենք, փորձում ենք հասկանալ մեր կյանքում ինչ փոփոխություններ են եղել, այդ դրա մասին Այսինքն չփնտրել ինչ որ շատ սուր ինչ որ բաներ։ Ես պիտի ասեմ, որ ես ինձ շատ նույնիսկ չեմ զգացել ոնց է անցել, եթե անցել է այդ մի ժամից ավելը։ Եվ ես իմ կարոտն եմ առել, որովհետև մենք ամեն անգամ փորձում ենք սուրճ խմել եւ դա մենք սուրճ չխմեցինք։ Ոչինչ, մենք խմեցինք փրփրուն գինի։ Դա ավելի լավ էր։ Ինձ սա ավելի շատ դուր եկավ։ Եվ արի օգտվելով առիթից, հիմա ես ու դու խոստանանք Սյուզին, ես գնում եմ։ Դուր ես գնում։ Երկրից։ Ինչքան ժամանակով։ Երկար մի քիչ։ Արտագաղթում է։ Լյուդ, Սյուզ, հանդիպելու ենք։ Մենք խոստանում ենք, որ մեր սուրճը կանենք, որը մի տարուց ավել է խոստանում ենք ու չենք անում։ Այս անգամ արդեն պարտավոր ենք։ Ապրես դու, որ դու միշտ փնտրում ես նոր արև, անում ես, չես վախենում։ Վախենում եմ։ Չէ, եթե նույնիսկ վախենում ես, ոչ ոք դա չի զգում։ Լույս YouTube-ը լրիվ իմ համար նոր է, դրա համար մի քիչ վախենում եմ։ Չէ, մի վախեցի, որտեվ քո մոտ ամենից շատ լավ ստացվում է։ Հավատա։ Ապրես։ Եվս մեկ անգամ շատ շնորհակալ եմ։ Ապա։ Գնացինք։